Աստծո խոսքն ասում է, որ հավատքով աղոթքը նաև հիվանդին բժշկում է։ Եկեք միասին կարդանք Հակոբոսի 5:12-ը։ Հավատքով աղոթքը հիվանդին կփրկի եւ Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Սիրելիս, շատ կարևոր է, որպեսզի մենք միմյանց խոստովանենք մեր մեղքերը, որպեսզի իրարից ներողություն խնդրենք, որպեսզի արդար լինենք Տիրոջ աչքի առաջ, ինչպես Աստծո խոսքն է ասում, արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Սիրելիս, արդարենք հավատքով, խնդրում եմ, Աստծո առաջ բեր քո բոլոր մեղքերը եւ այն մարդկանց առաջ բեր, որի հանդեպ դու մեղք ես գործել, ապա դրանից հետո աղոթիր հավատքով եւ կտեսնես Աստծո հրաշքը եւ քո աղոթքի շնորհիվ հիվանդները կբժշկվեն, կախվածները ազատություն կստանան եւ Աստծո հրաշքը կերևա քո տանը եւ քո ընտանիքում եւ քո շրջապատում բոլորը կտեսնեն Տիրոջ զորավոր ձեռքը։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։